Գործարար Սամվել Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելու կոչեր անելու համար։ Քննչական կոմիտեի մոտ հավաքվել են գործարարի աջակիցները։ Ինչ կարծիք ես պետք է ունենամ, եթե մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա, քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Քննչական կոմիտեն կալանքի միջնորդություն է ներկայացրել, քննվելու է Ավանի եւ Նորքի ընդհանուր իրավասությունների դատարանում։ Տաշիր ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի 40 վայրկյանանոց հայտարարություններ իշխանությունների զայրույթն առաջացրել, թե որն է լինելու Կարապետյանի մասնակցությունը, բացատրություններն ըստ Նիկոլ Փաշինյանի քննչական կոմիտեն կտա։ Մոն վառելու հետ կապված կարծում եմ կարող է իր ձևով հարցերը լուծելու մասին հայտարարություն անողը կարող է այդ մասին ցուցմունքներ տալ, բացատրություններ տալ։ Facebook-յան իր էջում դեռ երեկվանից է հայտարարություններ անում Փաշինյանը։ Պոռնկաբարո հոգևորականներն ու նրանց պոռնկաբարո բարեգործներն ինչու են ակտիվացել։ Ոչինչ, նորից կպասիվացնենք, ընդմիշտ։ Վարչապետը օրվա մեջ պարբերաբար նոր հայտարարություններ էր անում։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ ստահակ, ավելի ճիշտ ձեզ։ Բա միջամտի արա, ինչ ես չուլանում պաղկվել։ Երեկոն տանն անցկացրեց Սամվել Կարապետյանը շրջապատված համախոհներով, հարազատ բարեկամներով, որոնք եկել էին աջակցելու գործարարին։ Այնտեղ էր նաև Սամվել Կարապետյանի եղբայրը Կարեն Կարապետյանը։ Նա ասում էր, հավաքվել են ազգային անվտանգության ծառայությանը դիմավորելու։ Դե ինչ ճնշում էլ ուզում ալն է, երբ որ հիմնական հենասյունն է վտանգի տակ դրած է, էլ ինչ ճնշում։ Գան սաղից տունը մտնեն նոր հասկանանք ինչ է կատարվում։ Իշխանական տարբեր մակարդակներում ու ամբիոններում էին գործարարին մեղադրում։ Ինչ է սա նշանակում։ Եթե ոչ, Հայաստանի Հանրապետության օրինական իշխանության դեմ բռնության գործադրման, այսպես ասած, ավետում, հա։ Առավոտյան Փաշինյանը հայտարարեց. սպառնալիք կար Կարապետյանի ասածի մեջ։ Ես ինչքան էլ ժողովրդավարություն ամենակոշտ եւ ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում։ Սամվել Կարապետյանին աջակցող հայտարարություններն էլ չուշացան։ Աջակցող հայտարարություններ են արել Մայրաթոռը, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը Իգոր Կրուտոյը, Վլադիմիր Սոլովյովը, Ռուսաստանաբնակ հայ եւ ռուս մի շարք գործիչներ։ Նույնիսկ Կալուգայի հեռուստատեսությունը, որի մեկնաբանները փնտրում էին Փաշինյանի մատնանշած Նիժնի Տապր գյուղը եւ չէին գտնում։ Կապիտուլյանտների ռեժիմի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի դեմ զավեշտալի քայլերը դատապարտելի են։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նույնպես դատապարտեց եւ ամոթալի համարեց այս երևույթը։ Տարիներ շարունակ նրա ու իր ընտանիքի գործունեությունը կապված է եղել մեր հայրենիքի զարգացման հետ։ Իր մշտական աջակցությամբ ներկա է եղել հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցող բոլոր կարևոր իրադարձություններին։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ինչ-որ ժամանակ համաձայն էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա Փաշինյանն այլ կարծիք ունի։ Հոսանքի անջատումները կարծում է ժողովրդի ներսում դժգոհություններ առաջացնելու համար են։ Քեցի հետ փոխկապակցվող Կարապետյանը այդ մասին կարծիքն ասաց գիշերը ժամը 3-ին, երբ նրան ձերբակալել եւ ուղեկցում էին բաժին։ Կատուն եմ իրանց վրա էլ, իրանց էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ ալնելու։ Ժողովուրդը մեկը իր խոսքը ասելու է։ Փաշինյանն առավոտյան հայտարարությամբ այդ ասածին էլ արձագանքեց։ Կարծում եմ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԱԿ բաժնետիրական ընկերությունը պետք է ազգայնացվի, պետականացվի։ Մի քանի օր էին ստուգումներ են նաև Կարապետյանին պատկանող ընկերությունների Տաշիր պիցայի մասնաճյուղերում։ Մենյուից մի քանի ուտեստների մեջ խնդիրներ են հայտնաբերվել։ Սիմոն Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։